Շատ երկար եմ ես փնտրել, դրա համար հիմա մի քիչ ես ինքս էլ նոր եմ, էլի սա ուսումնասիրում, փորձում հասկանալ, թե ոնց պիտի վարվենք այս ֆենոմենի հետ։ Այսինքն ինքը ռացիոնալ չի մոտենում հարցին, նույնիսկ ենթագիտակցական մակարդակով չի մոտենում, այլ շատ հեռավոր անցյալից եկած մի ինչ-որ իմպուլսից, մի ինչ-որ իմպուլս է գալիս, մի ինչ-որ ցավից կարա լինի, մի ինչ-որ վախից կարա լինի, մի ինչ-որ ոգևորությունից կարա լինի, բայց այդ իմպուլսը չի նայում շրջապատին, կա, չկա, հա, ասենք, ոնց է, չէ, ինչ-որ չի նայում օբյեկտիվ իրողությանը, ինքը այդ իմպուլսը գալիս է ու մտնում է այդ իրողության մեջ առանց հաշվի առնելու, թե այդ իրողությունը կա, թե չկա։ Հիմա օրինակ, ես բերեմ օրինակը բերեմ։ Խոսում է պարոն Թադևոս Ավետիսյանը, ճիշտ է, խոսում է պարոն Թադևոս Ավետիսյանը, ասում է դուք մեր բնական գործընկերներ Ռուսաստանին եւ Իրանին տարածաշրջանից դուրս եք մղում, Չինաստանն է ասել, նաեւ Չինաստանին, ամեն ինչ ուրեմն ավելի լուրջ է, ես հա, օքեյ, տեսեք, մտածենք, հա, մտքով, մեր ռացիոնալ մտքով մտածենք, Ռուսաստան, չէ, Չինաստան, հաստատ ասել է Չինաստան, հա, Չինաստան, Իրանն էլ է, չէ, ասել, Իրանին Հայաստանը դուրս է մղում տարածաշրջանից, ասենք նույնն է, ոնց որ ասենք Տիկին Խամոյանը կարա ինձ, պարոն Տեր-Թաթ Սարգսյանին եւ Միքայել Թումասյանին այս դահլիճից դուրս մղի, ֆիզիկապես էլի, դուրս, հա, չէ, ասենք, լավ պետք է, լավ, ինչ-որ մի հատ տրամաբանություն պիտի լինի, իսկ ինչի է սենց ասում, պարոն Թադևոս, ինչու է այսպես ասում, որովհետև իր մտքում կա արխետիպը, 19-րդ դարի արխետիպը կա, երբ ստեղծվեց դաշնակցությունը, եւ այն ժամանակ, երբ Ռուսաստանը եւ Թուրքիան գտնվում էին կենաց մահու կռվի մեջ, եւ այդ կռվի մեջ դաշնակցությունը մտածեց, որ դե ով Թուրքիային դեմ է, մեր բնական դաշնակիցն է, չգիտեմ այս բառակապակցի ինչ է, բնական դաշնակից, այսինքն բնությունից է եկել այդ դաշնակիցը, բնական ու չի փոխվում։ Բայց լավ, ըստ այդ արխետիպի դե ով Թուրքիային դեմ է, մեր բնական դաշնակիցն է։ Անգլիայի մի վարչապետ մի բան էր ասում, Գլադստոնն էր կարծեմ, չէ, այն ժամանակ էլ վարչապետ, մինչև վարչապետ լինելը։ Մի ելույթ էր ունենում, վայ Գլադստոնը մեր կողմից է, դառնում էր վարչապետ, բնականաբար նայում էր Անգլիայի շահերին, վայ վարչապետը Գլադստոնը մեզ խաբեց։ Է Ռուսաստանում ով կա, մեկը մի բան էր ասում, հետո դառնում էր արգոսնախարար ուրիշ բան է, վայ այս ռուսներն էլ մեզ խաբեցին, վայ ինչի, որովհետև արխետիպի սկզբանը եկել է սխալ իմպուլսից, որ ով ռուսների դեմ է, հենա մեր շահերը կպահի, էլի, բայց ով թուրքերին դեմ է, հենա մեր, բայց այդպես չի միշտ, կարող է այդպես լինի, եթե ռացիոնալ հաշվարկի, բայց դա ավտոմատ այդպես չի։ Բայց հիմա ինչն ավելի զավեշտ տալի, հիմա այդ հակադրությունն էլ չկա, պարոն Ավետիսյան ջան, դահլիճում չի, հիմա Ռուսաստանը Թուրքիայի դեմ չի, հասկանում եք դուք դա դուք կարող եք տեսնել։ Դրա հետևանքով է շատ բան փոխվել նաև աշխարհում։ Ռուսաստանը Թուրքիայում կառուցում է ատոմակայան։ Ռուսաստանը Թուրքիային վաճառում է S-400 գերժամանակակից շատ հզոր զենք։ Այսինքն չկա 19-րդ դարի նույնիսկ այն խաբուսի իրավիճակը, որին կանանք խաբվենք։ Ինչ եք բռնել Ռուսաստանի, կներեք, ասենք, օձիքից ու քաշում ես կողմ, ասում եք մի գնա, այսինքն Ռուսաստանը չգիտի ինքը ինչ պետք է անի, Ռուսաստանը իր շահերը չգիտի, մենք պետք է իրան սովորացնենք։ Տիկին Գալստյանն ասում է, արդյոք կարելի է վստահել թղթին, Տիկին Գալստյան։ Այո, իհարկե թղթերը չունեն 100%-անոց չեն ներկայացնում 100%-անոց երաշխիքներ, բայց թղթի բացակայությունը էլ ավելի քիչ տոկոսով ինչ-որ բան երաշխավորի։ Հիմա դուք որ ընտրվեցիք падգամավոր, գնացիք ԿՀ-ի ձեր մանդատը վերցրեցիք, չէ՞։ Հիմա այդ մանդատը ձեր ձեռքում է, գալիս եք ազգային ժողով, ցույց եք տալիս, մտնում եք, կարող է պատահի, ուրեմն ծառայության աշխատակիցներից մեկը ապօրինաբար, անօրինաբար, խախտելով ձեր իրավունքները, ասի ես թղթին չեմ նայում, ձեզ չեմ թողնում, այս չենք։ Կարող է, չէ՞, այդպես բան պատահի։ Բայց պատկերացրեք, այդ թուղթն հապես չվերցնեիք։ Գայեք, ասեք դուք ով եք, ասեք ես падգամավոր եմ, այսպես ասում եմ, ինձ բառերով պետք է հավատաք, ասեք դե առանց թղթի կներեք, չեմ կարող թողնել, հապես։ Հաստատապես չէիք մտնի ազգային ժողով առանց թղթի։ Թղթով 99.999 100-ից շատ քիչ պակաս տոկոսով կմտնեք։
Հիմա ինչ եք առաջարկում, չլներ այդ, այսինքն չլներ այդ թուղթը։ 3. Քրիստինա Վարդանյանը, ասում է Ադրբեջանը, այդ Մակով ինքը պետք է ճանաչի էլի մեր տարածքային, այս ինչ բիսատից։ Դեկեն Վարդան դուք չեք նկատում, որ ընդհանրապես աշխարհում հիմա շատ պետություններ պայքարում են ստանալու կամ պահելու համար բաներ, որոնք Մակով պիտի ստացած պահած լինեին։ Հենց այդ եմ էլի ասում, որ ասեմ արխետիպ, դա մի ուրիշ արխետիպ է։ 1945 թվականից եկած արխետիպը։ Դե Մակը ասել է, հիմա 1945 թվականի Մակը չկա։ Որովհետև 1945 թվականի աշխարհը չկա, 1945 թվականի ուժերի բալանսը չկա։ Մի կողմից ասում եք, հələ նայեք, տեսեք, Թուրքիան մտել է Սիրիա, բանը այն մեկը մտել է այնտեղ Լիբիա, աշխարհում կարգ ու կանոն չկա, ուժի իրավունքն է, բան, մյուս ելույթում։ Ասում եք, դա ավտոմատ, դա ինչ է, դա Մակով երաշխավորված է, դուք ասեք Մակից ավել ինչ կարող եք բերել։ Հասկանում եք, այսինքն մի կողմից ասում եք Մակի կանոնադրությունը խախտվում է, ինչ անենք, որ Մակի կանոնությունը խախտվում է, հետո որ Մակի կանոնադրությանը համապատասխան թուղթ ենք բերում, ասում եք դա պարզ է էլի որ պիտի լինի, դրանից չեք նկատում, տրամաբանական սխալը տեղ չեք նկատում, այսինքն քանի որ մեր տուրբուլենտ տարածաշրջանում էլ կա հավանականություն, որ կարող է Մակի կանոնադրությունը խախտվի, դուք եք չէ ասում, ասում եք բերեք ավելի ուժեղ բաներ, ավելի ուժեղ երաշխիքներ, այսինքն դուք պիտի գոհանեք, որ Մակի կանոնադրությամբ այն ինչս ձեզ շատ հանգիստ կարող է խախտվի, գոնե դրա խախտումը կանխող փաստաթղթեր են լինում, չէ՞։ Դա շատ պարզ։ Ասում եք մենք պատերազմի կողմնակից չենք, այո, դուք պատերազմ, ես չեմ կարծում, որ դուք պատերազմի կողմնակից եք, ճիշտ է, բայց դուք կոնֆլիկտի կողմնակից եք։ Կոնֆլիկտի, կառավարելի կոնֆլիկտի, դուք ուզում եք, որ կոնֆլիկտը պահպանվի, բնականաբար առանց վերաճելու պատերազմի, որովհետև պատերազմ պարզ է, ոչ մի բանական մարդ էլ չի ուզում պատերազմ, որովհետև դա շատ մեծ աղետ է, բայց կոնֆլիկտ ուզում եք պահեք։ Ինչու՞, որովհետև ձեր, այդ եմ ասում, ձեր քաղաքական ասելիքը, ձեր քաղաքական ինքնությունը կոնֆլիկտի մեջ է ծնվել։ Դուք կոնֆլիկտի մեջ եք կարողանում դրսև ինչպես տեսակ տիկին Վարդան ասում է ինչպես բնությունը ընդհանրապես այ հենց էսա տիկին այ հենց էսա ինձ տանջում հենց այդ քաղաքականությունը ինքը բնություն չի հասկանում եք ինքը կենթանական աշխարհի չի քաղաքականությունը մենք չպիտի տանենք մեր անգիտակցական կամ ենթագիտակցական մակարդակ պիտի անընդհատ բերենք մեր գիտակցական մակարդակ որովհետև քաղաքականությունը սոցիալական կոնստրուկտ է, կառուցվում է, շենքի նման, բնության մեջ շենքեր չկան, մարդն է շենքը կառուցում, գծագրում է, հաշվարկում է, ծանոթ թեթևանում, որ չքանդվի այդ շենքը, բնության մեջ շենքեր բնությունը չի կառուցում, սենց ուղղակի հողը սենց բան անում, ձևավորում է լանդշաֆտ, այնպես ոնց որ կձևավորի, իր բնական հունով, գետերով, ձորերով եւ այլն։ Նույնն էլ վերաբերում է խաղաղությանը եւ նույնն էլ վերաբերում է պատերազմին, երկուսն էլ մարդն է կառուցում, առաջ տանում եւ ունենում մի որոշակի